Անկելի գործընկերներ, Պավիկալոս Հայաստան, հուսով եմ, որ այս 12-րդ նիստը Խրոնեստի խվեի ապես կնպաստի կապերի ամրապնդմանը Եվրոպայի միության և արևելյան գործընկերության երկրների միջև, ինչպես նաև խթան կհանդիսանա ավելի ակտիվ աշխատելու այս վերահաշողովի շրջանակներում։ Ես ուզում եմ ուշադրությանը ձեր ներկայացնել Հարավային Կովկասի իրավիճակը։ Բոլորը ցանկանում են խաղաղություն։ Ոչ ոք չի կարող ասել ոչ խաղաղությանը, բայց խաղաղության համար և տևական խաղաղության համար այդ խաղաղությունը պետք է լինի արդար, հիմնված արդարության և արտահայտության վրա։ Իսկ արտահայտությունը ինչ է նշանակում, ինչ է պահանջում։ Պահանջում է, որ բոլոր կողմերի կենսար շահերը պաշտպանված և հարգված լինեն, և դա պահանջում է բոլոր կողմերից, երկու կողմերից բարի կամք։ Ցավոք սրտի մենք այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է զավթման տակ պահել ավելի քան 200 կիլոմետր քառակուսի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, շարունակում է միջամտել Հայաստանի ներքին հարցերին, տարբեր պահանջներ ներկայացնել ու միջամտել։ Օրինակ նրանք ասում են, թե որպես նախապայման խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պետք է լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը։ Սա դեմ է սկզբունքներին, որոնք Հելսինկյան ակտով հաստատված են կամ ՄԱԿ-ի խորհրդով կամ այլ միջազգային փաստաթղթերով հաստատված են։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել Զանգեզուր միջանցք եզրույթը, որը նշանակում է արտատարածքայնություն։ Ճանապարհի, որը ակնկալվում է, որ կանցնի Հայաստանի տարածքով և կապ կստեղծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Միևնույն ժամանակ պետք է իհարկե Հայաստանը հնարավորություն տա, որպեսզի աշխարհի կապ ունենալ Ադրբեջանի միջոցով արևմուտք, արևելք, հյուսիս։ Բացի այդ, եկեք չանտեսենք ճակատագիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, եկեք աչք չփակենք էթնիկ շտումների վրա, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Չկա գեթ մեկ հայ այսօր Լեռնային Ղարաբաղում։ Մարդիկ, ովքեր այնտեղ հազարամյակներ են ապրել, տիպողաբար տեղահանվել են։ Արդյոք քաղաքակիրթ աշխարհը Եվրոպան պատրաստվում է աչք փակել սրա վրա։ Արդյոք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե պահանջենք, որպեսզի Ադրբեջանը երաշխավորի անվտանգ վերադարձը ժողովրդի իրենց տներ, արժանապատիվ վերադարձ միջազգային մեխանիզմներով և երաշխավորի այս մարդկանց անվտանգությունը։ Մի քանի տասնյակ հայեր իհարկե հիմա բանտում են և դատական գործերով Ադրբեջանում բանտում են։ Այս վերահաշողովը պետք է ձայն բարձրացնի, պահանջի առանց նախապայմանների այս բանտարկյալների ազատ արձակումը, որովհետև երբ որ ասում ենք հասցեագրել խնդիրը, Ադրբեջանը կասի ամեն ինչ օրենքով ենք անում ըստ Ադրբեջանի օրենսդրության, և փակեք ձեր աչքերը, որ այդ մարդիկ, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին իրենց երկրից դուրս են հանել և 23 հոգի և տասնյակ մարդիկ դատարաններում և բանտերում հիմա կապ չունեն աշխարհի, արտաքին աշխարհի հետ, աշխարհը չգիտի, թե նրանց հետ ինչ է կատարվում, կարող եք տեսնել կադրեր, ինչպես են այդ մարդկանց դեմքից երևում հենց տառապանքը, այս ժողովը առանց
վարարելու պետք է պահանջի անհապաղ ազատ արձակում այդ անձանց, պահանջի Ադրբեջանից դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ավերումը, ինչպես նաև մշակութային հուշարձանի ավերումը, հետևաբար ես փոփոխություն եմ առաջարկում, որ ուղարկենք ուղերձ այս վեհաժողովից Ադրբեջանին, որ այս վեհաժողովը չի հանդուրժելու այսպիսի անմարդկային գործողություններ Ադրբեջանի ֆաշիստ ռեժիմի կողմից։ Շնորհակալություն Տիկնակ եւ պարոն Նայք։